Դասական մեխանիկայի դասընթացի 21-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր կուսումնասիրենք Նյոտերի թեորեմը, որը Արնոլդի գրքում համապատասխանում է 20-րդ պարագրաֆին, Նյոտերի թեորեմը։ Ուրեմն ինչի մասն է խոսքը։ Հիշեցնեմ, որ դիտարկում էինք Լագրանժյան համակարգը բազմաձևության վրա, այսինքն ունենք ինչ-որ մի n բազմաձևություն, որը ներդրված էր Rn Էվկլիդեսյան տարածության մեջ, բազմաձևության վրա ունեինք L ֆունկցիան, Լագրանժի ֆունկցիան, որը գործում էր շոշափող շերտավորումից R։ Եթե ունենք լոկալ կոորդինատներ, ապա կարող ենք ներկայացնել կոորդինատական տեսքով Q եւ Q կետով։ Այս պահին Q կետով պարզապես փոխականի անունն է եւ ոչ թե Q-ի ածանցալը ժամանակի։ Ուրեմն Q-ն պատկանում է m-ին, Q կետովը պատկանում է շոշափող տարածությանը Q կետում n բազմաձևության։ Ու եթե ունենք այս երկու օբյեկտը, այսինքն բազմաձևություն, ողորկ բազմաձևություն, մեզ համար միշտ ներդրված է լինելու Էվկլիդեսյան տարածության մեջ եւ Լագրանժի ֆունկցիան, կարող ենք դիտարկել Լագրանժի հավասարումները։ Գրում եմ վեկտորական տեսքով dt ածանցալը ժամանակի dl dq եւ հանած dl dq-ն հավասար է 0-ի։ Ուրեմն չափողականության մասին չասեցի, ենթադրում որ չափողականությունը հավասար է փոքր n-ի, այդ դեպքում s ինչ որ գրված է այստեղ, այդ n հատ, այսքան հատ, երկրորդ կարգի դիֆերենցիալ հավասարում է։ Ու մենք հասկացել ենք մի բան, որ եթե այս Լագրանժյանը կախված չի t-ից, ապա էներգիան պահպանվում է։ Այսինքն ներմուծենք հետևյալ օբյեկտը h-ը, որը կախված է q-ից եւ q կետովից, այս ինչ էր, պետք է վերցնեինք q կետով էլի որպես փոխական dl dq կետով, հանեինք l q կետով, կստանայինք ինչ-որ ֆունկցիա q-ից եւ q կետովից ու հեշտ է ստուգել պարզապես ածանցելով, ենթադրելով որ q կետովը այս հավասարման լուծում է, ածանցում ենք այս ժամանակի, հեշտությամբ ստուգում ենք, որ h-ը հաստատուն է։ H-ը հաստատուն է հետագծերի երկայնքով։ Եկեք սենց գրեմ, որ պարզ լինի, այսինքն վերցնում ենք ցանկացած հետագից, հաշվում ենք QT եւ Q կետով T կետում, S նույնաբար հավասար է ինչ-որ հաստատունի, որը կախված չի T-ից։ Այսինքն Լագրանժի հավասարումները T-ից անկախ Լագրանժի ֆունկցիայով միշտ ունեն հաստատուն մնացող մեծություն, որը մենք անվանենք ինտեգրալ։ Այսինքն h-ը, ուրիշ կերպ ասած, h-ը սրա ընդունենք 1 համակարգի ինտեգրալ է։ Կամ երբեմն ասում են նաև առաջին ինտեգրալ։ Հիմա հարցը հետևյալն է, արդյոք կան ուրիշ ինտեգրալներ, արդյոք ինչ-որ բավարար պայմաններ կարող ենք գտնել, որոնք երաշխավորեն ուրիշ ինտեգրալների գոյությունը։ Ուրեմն դրա համար վերհիշենք մի օրինակ դիֆերենցիալ հավասարումներից։ Օրինակ, այլ ճիշտ երկու հատ, երկու օրինակ կնայենք։ Ուրեմն դիցուկ ունենք ասենք հարթության վրա նայենք վեկտորական դաշտ x եւ y փոփոխականներով, այսինքն նայում ենք դիֆերենցիալ հավասարում x կետովը հավասար է v1 xy, y կետովը հավասար է v2 xy։ Ու ենթադրենք, որ այս վեկտորական դաշտը, այսինքն ես ունեմ հիմա v վեկտորական դաշտը v1 v2 կոորդինատներով, ենթադրենք, թե այս վեկտորական դաշտը ինվարիանտ է հարթության x-ին զուգահեռ տեղափոխությունների նկատմամբ։ Այսինքն վերցնում ենք հետևյալ խումբը GS-ը, որը գործում է xy կետի վրա, եւ xy կետը
տանում է x գումարած s y կետի վրա, այսինքն վերցրեցինք ստեղ կետ, սրան համապատասխանում է s կետը, որտեղ ստեղ s հեռավորությունն է, s հեռավորությունն է։ Այսինքն ես ունեմ պարամետրից կախված արտապատկերումների խումբ, այսինքն հետագայում ես պետք կլինի դիֆեոմորֆիզմների խումբ, ասենք դիֆեոմորֆիզմ։ Պարզե որ JS-ը դա ինքը պարզապես տեղափոխություն է, ինքը հարթության դիֆեոմորֆիզմ է։ Ուրեմն JS-ը R2-ը տանում է R2-ին, ու եթե նայում եմ բոլոր S-երի համար, S ստանում եմ դիֆեոմորֆիզմների խումբ։ Ուրեմն ենթադրենք, որ այս վեկտորական դաշտը ինվարիանտ է այս դիֆեոմորֆիզմների խմբի նկատմամբ։ Ուրեմն ենթադրենք, թե եթե ես կիրառում եմ դիֆեոմորֆիզմը V-ի վրա, ապա ստանում եմ V-ն։ Մի հատ արագ վերհիշենք, թե ոնց էինք հաշվում վեկտորական դաշտի պատկերը ողորկ արտապատկերման ազդեցության տակ։ Ուրեմն եթե ունեինք ցանկացած նույն դիֆեոմորֆիզմն էլ պարտադիր չի, եթե ունենք J ինչ-որ արտապատկերում, ասենք թող լինի RN-ից RN, ողորկ բնականաբար, ու եթե ես ունեմ վեկտորական դաշտ, ապա ես իրավունք ունեմ նայելու J աստղանիշ V-ն, որը սահմանվում է հետևյալ ձևով։ Հիմա կհասկանանք, կվերհիշենք, թե ինչի սենս։ Ուրեմն J աստղանիշ V-ն, եթե ուզում հաշվել Jx կետում, ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ J-ի դիֆերենցիալը x կետում ու կիրառեմ V-ի վրա։ Կամ ուրիշ կերպ ասած, եթե ես գրեմ կոորդինատներով, այս ինչ որ գրված է ստեղ, պետք է վերցնեմ գումար d J i dx g x կետում բացապատկեմ VG x-ով։ G-ն փոխվում է 1-ից n, ստեղ վերցնեմ բոլոր կոմպոնենտները 1-ից n։ Ուրեմն ինչ էինք անում, եթե ունենք ինչ-որ մի x կետ, ստեղ x կետից դուրս է գալիս Vx վեկտորը, վերցնում ենք ցանկացած կոր, որը անցնում էր այս կետով, ասենք 0 պահին, եւ արագության վեկտորը հավասար էր Vx-ի, նայում էինք այս կորի պատկերը, այսինքն այս գամմա տեմ բնութագրում է նրանով, որ գամմա կետով 0-ն հավասար է Vx-ի, ու գամմա 0-ն էլ հավասար է x-ի։ Նայում էինք J-ի ազդեցության տակ այս կորը ուր գնաց, ու անում էինք նույն գործողությունը J գամմա T կորի հետ, այսինքն վերցնում էինք, ածանցում էինք ըստ T-ի ու մնում էինք T-ն հավասար է 0։ Այսինքն եթե այս x կետը գնացել է Jx կետի վրա, այս ինչ որ ստացվում է, սրան անվանում էինք V-ի պատկերը J-ի ազդեցության տակ Jx կետում։ Շատ լավ, այս n-ը ինչ որ մենք արդեն տեսել էինք, ուրեմն հիմա ենթադրում ենք հետևյալը, որ ունենք այս դիֆեոմորֆիզմների խումբը, կախված այս պարամետրից, ու ենթադրում ենք, որ V վեկտորական դաշտը ինվարիանտ է սրա նկատմամբ։ Եկեք կոորդինատներով գրենք, թե այս ինչ է նշանակում։ Ուրեմն հիմա այս J-ի փոխարեն ես պետք է տեղադրեմ S, J, S արտապատկերումը։ Բայց JS-ի դիֆերենցիալը ինքը պարզապես տեղափոխություն է։ Դիֆերենցիալը միշտ հավասար է նույնական արտապատկերման։ Ամենից գնում է R2-ից R2։ Ուրեմն սա ճիշտ է ցանկացած XY կետի համար։ J-ի դիֆերենցիալը եթե հաշվեմ ցանկացած XY կետում, ապա ստանում եմ միավոր արտապատկերում, հետևաբար J, S աստղանիշը կիրառած V-ի վրա, ես պետք է հաշվեմ Jx կետում, այսինքն x գումարած S, x գումարած S, y կետում, ու սա պետք է հավասար լինի ինչի, սա պետք է հավասար լինի V-ին, ես ենթադրել եմ, որ սա է ճիշտ, այսինքն սա պետք է հավասար լինի V-ին x գումարած S y կետում։ Բայց մյուս կողմից էս ինչ էր, էս միավոր արտապատկերումն էր,
ուրիշ դիֆերենցիալներ միավոր արտապատկերումը կիրառած v-ին ի սկզբնական կետում։ Այսինքն ստեղ կլինի պարզապես v xy։ Այսինքն ինչ ենք ստանում։ Ստանում ենք, որ vxy հավասար է vx գումարած s y-ին, ընդ որում սա ճիշտ է ցանկացած s-ի համար։ Այսինքն, եթե ես գրեմ կոորդինատներով, կստանամ հետևյալը, որ v1 x գումարած s y-ը հավասար է v1 x-ին, v2 x գումարած s y-ը հավասար է v2, ստեղ y-ը մոռացա, v2 xy-ին։ Բայց այս ինչ է նշանակում։ Նշանակում է, որ այս ֆունկցիաներից ոչ մեկը առաջի կոորդինատից կախված չի։ Այսինքն ստացվում է, որ v1-ը պարզապես ֆունկցիա y-ից եւ v2-ը նույնպես ֆունկցիա y-ից։ Ու դիֆերենցիալ հավասարումը համակարգը, այս համակարգը, որ գրված է ստեղ, ստանում է հետևյալ տեսքը. x կետովը հավասար է v2y, v1y, y կետովը հավասար է v2 կախված y-ից։ Այսինքն, ո՞րն է եզրակացությունը։ Եզրակացությունը հետևյալն է, որ եթե ես ունեմ ինվարիանտություն այս դիֆեոմորֆիզմների խմբի նկատմամբ, ապա համակարգը պարզանում է։ Իրականում համակարգի կարգը մեկով փոքրանում է, որովհետև եթե ես կարողանամ լուծել այս երկրորդ հավասարումը, որը հիմա արդեն սկալար հավասարում է, իսկ ես կարող եմ լուծել, որտեղ արդեն անջատվող փոփոխականներով հավասարում է, լուծումը կտեղադրեմ սրա մեջ ու կլուծեմ երկրորդ հավասարում, որը կստանա x կետով հավասար է ինչ-որ t-ից ֆունկցիա տեսքը։ Այսինքն, n, որ վեկտորական դաշտը ինվարիանտ է այս դիֆեոմորֆիզմների խմբի նկատմամբ, պարզեցնում է հավասարումը ու տվյալ դեպքում կարողանում ենք այդ հավասարումը քիչ տեսահետ բացահայտ տեսքով լուծել։ Ուրեմն առաջի օրինակներ, նա եթե մենք վերհիշենք գծայնացման մասին թեորեմը, գծայնացման մասին թեորեմը վեկտորական դաշտերի համար ասում է, որ եթե ունեմ v վեկտորական դաշտ, կամ լավ w-ով նշանակենք, որտեղ v-ն զբաղված է, w-ով նշանակենք, եթե ունեմ w վեկտորական դաշտ, որը ասենք ինչ որ x0 կետում 0-ից տարբեր է, ապա ես կարող եմ ընտրել նոր կոորդինատներ, ասենք նշանակենք y-ով, y-ը հավասար է vx, այնպես որ նոր կոորդինատներում, այսինքն եթե նշանակեմ w ալիքով այս նույն վեկտորական դաշտը, բայց y կոորդինատներում գրված, այս w ալիքով դաշտը y կոորդինատներում կստանա հետևյալ տեսքը 1, 0 եւ 0։ Հիմա ինչի ես բանը հիշեցի, որովհետև եթե մենք ունենք հիմա արդեն ցանկացած դիֆեոմորֆիզմների խումբ, ասենք թող գործի rn-ից rn-ս անգամ, եթե սա դիֆեոմորֆիզմների խումբ է, դիֆեոմորֆիզմների խմբի հետ խմբին ես կարող եմ համապատասխանության մեջ դնել դրան ծնող վեկտորական դաշտը, այսինքն w-ն կախված x-ից, ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ ածանցեմս տեսի եւ վերցնեմ s-ը հավասար է 0։ S կստացի վեկտորական դաշտ, ոնց է արտահայտում սրանց կապը վեկտորական դաշտի եւ դիֆեոմորֆիզմների խմբի, շատ պարզ, դիֆեոմորֆիզմների խումբը, եթե նայենք ֆունկցիա որպես s-ից, ուրեմն ds gsx-ը հավասար է w հաշված gsx կետում, որում սա ճիշտ է ցանկացած s-ի համար։ Այսինքն, եթե ես ունեմ դիֆեոմորֆիզմների խումբ, կարող եմ կառուցել վեկտորական դաշտ այս բանաձևով ու դիֆեոմորֆիզմների խումբը ցանկացած s-ի եւ ցանկացած x-ի համար։ Ցանկացած s-ի եւ ցանկացած x-ի համար կբավարարի այս դիֆերենցիալ հավասարմանը։ Հիմա, եթե ես կարողանում եմ ընտրել կոորդինատներն այնպես,
որ այս վեկտորական դաշտը նոր կոորդինատներում գրվի այս տեսքով, այսինքն ես ներմուծեցի նոր կոորդինատներ ու ենթադրում եմ, որ նոր կոորդինատներում դիֆեոմորֆիզմների վեկտորական դաշտը ստանում է այս տեսքը։ Այդ դեպքում նոր կոորդինատներում ես կստանամ հետևյալը։ Եկեք նոր կոորդինատներում նշանակենք ալիքով, որ շեշտենք, որ գրված է նոր կոորդինատներում, JS ալիքով y-ը ինքը պետք է բավարարի նոր կոորդինատներում այս նույն հավասարմանը, JS ալիքով y, բայց W ալիքով ունի շատ պարզ տեսք։ Ինքը միշտ հավասար է 1 0 0 համենայն դեպս տրված կետի x0 կետի շրջակայքում x0 ցանկացած կետի փոքր շրջակայքում ես կարող եմ ընտրել նոր կոորդինատներ, այնպես որ վեկտորական դաշտ ունենա այս տեսքը։ Հիմա եթե վեկտորական դաշտ ունի այս տեսքը, ես ստանում եմ, որ դիֆեոմորֆիզմների խումբը պետք է բավարարի այս հավասարմանը, բայց տեղից մի անգամ ստանում եմ, որ դիֆեոմորֆիզմների խումբը իրականում շատ պարզ տեսք ունի։ Առաջի կոորդինատը շարժվում է 1 արագությամբ, մնացածը մնում են տեղում։ Ուրեմն JS ալիքով y-ը, JS ալիքով կիրառած y-ի վրա ստացվում է y1 գումարած s, մնացածը մնում են տեղում։ Y-ին։ Հետևաբար այս n ինչ որ արեցի առաջի օրինակում, այսինքն հավասարումների կարգը 1-ով փոքրացավ, ընդ որում նկատենք, որ ստեղ ես x-ի մասին համարյա ոչ մի բան չօգտագործեցի։ Մի վարքյան չէ, x-ի համար, y-ի մասին ես ոչ մի բան չօգտագործեցի։ Պարզապես ասենք, որ y-ը դիֆեոմորֆիզմների խումբը y-ին թողնում է նույն տեղը, այսինքն ստեղ y-ը կարող է լինել ոչ թե սկալար փոփոխական, y-ը ստեղ կարող է լինել r(n-1)-ից։ Ու ելիք ստանայինք նույն բանը, որ եթե ունեինք n կարգի հավասարում, սկզբում, եթե ստեղ y-ը լիներ n-1-ից, x-ը լիներ սկալար, եթե կունենայինք n-րդ կարգի հավասարում, ու նույն բան տեղի կունենար, n-րդ կարգի փոխարեն կստանայինք n-1 կարգի հավասարում։ Ու այդ ամեն ինչը նրա շնորհիվ, որ դիֆեոմորֆիզմները կարելի է գրել n տեսքով, կընտրենք կոորդինատները այնպես, որ համապատասխան վեկտորական դաշտը ունենա այս պարզ տեսքը։ Ուրեմն Նյութերի թեորեմը այդ նույն թեմայից է, այսինքն եթե ունենք դիֆեոմորֆիզմների խումբ, ապա ունենք լրացուցիչ տեղեկություն, այս դեպքում մեր լրացուցիչ տեղեկությունը այդ ինտեգրալի գոյությունն է։ Շատ լավ, եկեք ուրեմն հիմա մի հատ ձևակերպեմ Նյութերի թեորեմը, որից հետո տեսնենք ոնց ենք ապահովում ու ինչ կարող ենք դրանից ստանալ։ Ուրեմն սկսենք մի սահմանումից, սահմանում ուրեմն ունենք Լագրանժի ֆունկցիա, ուրեմն Լագրանժի ֆունկցիան գործում է շոշափող շերտավորումից R ու ենթադրենք ունենք ինչ որ մի դիֆեոմորֆիզմ, ասենք J դիֆեոմորֆիզմը, որը գնում է m-ից m։ Այդ դեպքում J դիֆեոմորֆիզմին համապատասխանում է արտապատկերում շոշափող շերտավորումից շոշափող շերտավորում։ Ոնց է գործում այս արտապատկերումը։ Ուրեմն եթե ունեմ շոշափող շերտավորում, նշանակում է ունեմ կետ եւ այդ կետին շոշափող վեկտոր, S հավասար է Jx եւ պետք է վերցնեմ J դիֆերենցիալը x կետում եւ կիրառեմ քսի վեկտորի վրա։ N ինչ որ ստացվում է, S ստացվում է կետ շոշափող շոշափող ոչ թե այդ է ստացվում կետ, այլ սա է ստացվում կետ շոշափող տարածությունում Jx կետում։ Հիմա կասենք, որ կասենք, որ L-ը ինվարիանտ է J-ի նկատմամբ, եթե տեղի ունի հետևյալը,
վերցնում եմ L-ը, հաշվում եմ J աստղանիշ V-ի վրա ու պահանջում եմ, որ սա հավասար լինի V-ի, ընդ որում սա պետք է ճիշտ լինի ցանկացած V-ի համար շոշափող շերտավորումից։ Այսինքն, եթե հիմա ենթադրենք, որ այս կոորդինատները ներմուծած բազմաձևության վրա, եթե ունենք Q կոորդինատներ բազմաձևության վրա, ապա այս նախորդ հավասարությունը կարելի է գրել կոորդինատային տեսքով, ուրեմն պետք է լինի L J աստղանիշ V-ն, սրա համաձայն կստացնանք J Q-ի վրա ու պետք է վերցնեմ J-ի դիֆերենցիալը Q կետում կիրառած Q կետովի վրա, այս պետք է հավասար լինի L-ին մեր սկզբնական կետում, այսինքն Q կետով կետում։ Ուրեմն, ասենք, որ L Լագրանժյանը կամ Լագրանժի ֆունկցիան ինվարիանտ է J դիֆեոմորֆիզմի նկատմամբ, եթե տեղի ունի սա։ Ու հիմա թեորեմա, թեորեմ, այսինքն Նյութերի թեորեմն է, ասում է հետևյալը, ուրեմն դիցուք L-ը ինվարիանտ է JS դիֆեոմորֆիզմների խմբի նկատմամբ, դիֆեոմորֆիզմների խմբի նկատմամբ։ Ֆորմալ առումով ես չասի ինչ է նշանակում դիֆեոմորֆիզմների խմբի, նշանակում է ցանկացած S-ի համար, ինքը ինվարիանտն է JS-ի համար։ Ստեղ մենք ներմուծեցինք ինչ է նշանակում լինել ինվարիանտ դիֆեոմորֆիզմի նկատմամբ, հիմա եթե ասում եմ դիֆեոմորֆիզմների խմբի նկատմամբ, նշանակում է դիֆեոմորֆիզմների խմբին պատկանող ցանկացած դիֆեոմորֆիզմի նկատմամբ ինվարիանտ է։ Ուրեմն դիցուք ելը ինվարիանտ է դիֆեոմորֆիզմների խմբի նկատմամբ, ապա ուրեմն ենթադրում եմ, որ Q-ի վրա կան կոորդինատներ, լոկալ կամ գլոբալ, նշանակություն չունի, ուրեմն ներմուծում եմ ֆունկցիա, որը լոկալ կոորդինատներում գրվում է այս տեսքով Q կետով, ինքը հավասար է DL DQ կետով, հաշված Q կետով կետում և սկալար արտադրյալ W Q-ի հետ։ Ուրեմն այս ֆունկցիան, հիմա կասեմ ով է W Q-ն, ապա I ֆունկցիան մեկ համակարգի ինտեգրալ է։ Ուրեմն WQ-ն այս n-երը ինչ որ առաջ էին գրել դիֆեոմորֆիզմների խմբով ծնված վեկտորական դաշտներ։ Այսինքն մի հատ նորից, ուրեմն ունենք դիֆեոմորֆիզմների խումբ, այնպես որ ցանկացած S-ի համար L-ը ինվարիանտ է JS-ի համար, JS-ի նկատմամբ։ Այդ դեպքում այս ֆունկցիան, հիմա իրան ավելի մանրամասն գրենք, այս ֆունկցիան առաջի համակարգի ինտեգրալն է, նշանակում է, եթե ես վերցնում եմ ցանկացած հետագից առաջի համակարգի եւ հաշվում եմ ֆունկցիան դրա վրա, ապա այս չի փոխվում հետագծի երկայնքով։ Մենք եկեք մի հատ այս Լագրանժի ֆունկցիան գրենք ավելի մանրամասն, Լագրանժի այս Նյութերի ինվարիանտը in գրենք ավելի մանրամասն։ Ուրեմն in կախված Q-ից եւ Q կետովից, ինքը ինչ տեսք ունի։ Ստացվում է գումար J-ն հավասար է 1-ից n dl dqj կետով Q կետով
Եվ պետք է բազմապատկեմ WG, ստորակ հետ չկա ստեղ, պարզապես արտադրյալ է, WG Q-ով։ Այսինքն, այս ֆունկցիայի համար ես ինչ-որ իմաստով բան չտվեցի, կոորդինատից անկախ նկարագրություն չտվեցի։ Հիմա հարցը հետևյալն է, լավ, եթե կոորդինատները փոխեցի, այս ֆունկցիան էլի այս նույն տեսքը կունենա, թե ոչ, որովհետև եթե տենց չի, ապա պարզ չի, թե այս ֆունկցիան ոնց է որոշված շոշափող շերտավորման վրա։ Ուրեմն մի փոքր լեն ապացուցենք։ Ուրեմն ի տեսքը չի փոխվում, կոորդինատների փոփոխության կոորդինատները փոխելիս։ Մի քիչ ավելի մանրամասն փորձենք հասկանալ, ինչ է գրված տեղ, ինչ եմ ուզում ասել։ Մենք ունենք ինչ որ Q կոորդինատներ M-ի վրա, անցնում ենք նոր կոորդինատների, այսինքն ասում ենք, որ Q-ն հավասար է ինչ որ մի phi Q ալիքով, որտեղ phi-ն դիֆեոմորֆիզմ է, Q-ն փոխվում է ինչ որ R-ն տարածության մեջ, ինչ որ բաց բազմության մեջ, նույնը Q ալիքով է, ներմուծում ենք նոր կոորդինատներ։ Նոր կոորդինատներ, որ ներմուծում ենք, ստանում ենք նոր Լագրանժի ֆունկցիա, ուրեմն L ալիքով դնենք դրա անունը, Q ալիքով եւ Q ալիքով կետով, ոնց ենք հաշվում նոր Լագրանժի ֆունկցիան, պետք է վերցնենք Q-ը, սրա մեջ դնենք phi կախված Q-ից, իսկ ստեղ էլ դնենք phi դիֆերենցիալը Q կետում եւ կիրառենք Q կետովի վրա։ Ուրեմն մի րոպե ինչ գրեցի ստեղ։ Չէ, մի վարքյան։ Ստեղ այն ինչ որ ստանում եմ, պետք է կախված լինի բանից։ Այն ինչ որ ստանում եմ, պետք է կախված լինի Q ալիքովից, ստեղ Q ալիքովից, ստեղ պաստոր ուղղակի սխալ եմ գրել։ Phi-ն նախորդը հաշվում եմ Q ալիքով կետում, ստեղ Q ալիքով եւ ոչ թե Q կետով, այլ Q կետով ալիքով։ Q ալիքով կետով։ Մենք մի անգամ արդեն քննարկել ենք այդ հարցը կամ նույնիսկ ավելի շատ ենք քննարկել, որ Լագրանժի հավասարումները չեն փոխվում, այսինքն նույն տեսք ունեն ցանկացած կոորդինատներ, կոորդինատները փոխելիս Լագրանժի հավասարումների տեսքը չի փոխվում։ Այսինքն, եթե մենք ունենք ինչ-որ Լագրանժի ֆունկցիա L ֆունկցիան, ներմուծեցինք նոր կոորդինատներ, սահմանում ենք նոր Լագրանժի ֆունկցիա։ Ոնց ենք սահմանում այդ Լագրանժի ֆունկցիան, վերցնում ենք Q-ը, Q-ի փոխարեն դնում ենք phi Q ալիքով, Q կետովի փոխարեն դնում ենք այն ինչ որ կստացվեր ստեղ Q կետովից, որտեղ եթե ստեղ լիներ կոր, հաշվենք դրա արագությունը, ստանայինք phi դիֆերենցիալը Q ալիքով կետում եւ Q ալիքով կետով, այսինքն սրա երկրորդ կոորդինատի փոխարեն դնում ենք սա։ Այն ինչ որ ստացվում է ֆունկցիա Q ալիքովից եւ Q ալիքով կետովից, նոր ֆունկցիա է ստացվում, եթե մենք գրենք սրան համապատասխան Լագրանժի հավասարումները, ապա այս կորը դրան կբավարարի։ Այսինքն այս Q ալիքով կորը։ Այսինքն եթե հիմա այս Q սրան գրենք համապատասխան Լագրանժի հավասարումները, այսինքն D dt dl ալիքով dq ալիքով կետով հանած dl ալիքով dq ալիքով հավասար է 0-ի, ապա այս Q ալիքով ֆունկցիան, Q ալիքով կախված t ֆունկցիան, որը phi -1 qt ֆունկցիան է, լուծում է։ Այսինքն այդ իմաստով Լագրանժի հավասարումները կախված չեն կոորդինատներից, իրենք միշտ ունեն այս տեսքը։ Հիմա ստեղ գրված է նույն բանը։ Այսինքն ես ունեմ i ֆունկցիա, որը կախված է Q-ից եւ Q կետովից։
Ես անում եմ փոփոխականի փոխարինում, q-ի փոխարեն ես ուզում եմ հաշվել այս ամեն ինչը q ալիքով կոորդինատներում։ Ես ֆորմալ կարող եմ տեղադրել ստեղ, կարող եմ տեղադրել սրա մեջ, տեսնել ինչ կստացվի։ Ուրեմն տեղադրենք այն ինչ որ ստացվում է հետևյալն է, կստացվի e p q ալիքով եւ phi դիֆերենցիալը հաշված q ալիքով կետում եւ q ալիքով կետով վեկտորի վրա։ Ուրեմն ստացա ինչ որ նոր ֆունկցիա, որը կախված է q ալիքովից եւ q ալիքով կետովից։ Պնդում է այն է, որ այս նոր ֆունկցիան այս L Լագրանժանին համապատասխանող այս բանաձևով հաշվված ֆունկցիան է։ Ուրեմն եկեք գրեմ, որ սա հավասար է i ալիքով հաշված q ալիքով կետով ֆունկցիային, որտեղ i ալիքով q ալիքով q ալիքով կետով ֆունկցիան նույն ձևով ենք հաշվում, ինչ որ q կոորդինատներում, այսինքն գումար j-ն հավասար է 1-ից n, պետք է վերցնեմ d ալիքովը ածանցեմ ըստ d q ալիքով կետովի, վերցնեմ q ալիքով կետով ֆունկցիային եւ բազմապատկեմ վեկտորական դաշտն էլ կփոխվի, vj ալիքով կստանանք q ալիքով կետում։ Արդյոք կարողացա վերցանել այս լեմի բովանդակությունը։ Այսինքն մեր ֆունկցիան, մեր օբյեկտները պետք է կոորդինատներից կախված չլինեն, քանի որ նկարագրվում են ինչ-որ կոնկրետ մեխանիկական համակարգի շարժում։ Մեր մեխանիկական համակարգի կոնֆիգուրացիոն տարածությունը m-ն է, ֆազային տարածությունը շոշափող շերտավորումը։ Մենք ունենք ֆունկցիա շոշափող շերտավորման վրա i, որը լոկալ կոորդինատներով ունի այս տեսքը։ Հիմա եթե ես փոխում եմ այս կոորդինատները, եթե նոր կոորդինատներն ինքը էլ այդ նույն տեսքը չունի, ապա իմ այս i ֆունկցիան ինվարիանտ ձևով չի սահմանված շերտավորման վրա։ Լեմը ասում է, որ ամեն ինչ նորմալ է, կոորդինատներից անկախ i ֆունկցիան ունի նույն տեսքը։ Այսինքն, եթե ես վերցնեմ i ֆունկցիան սենց, սրանց փոխարեն դնեմ նոր s կոորդինատների փոխարեն դնեմ s կոորդինատները q եւ q կետով արտահայտեմ նոր կոորդինատներով։ Այսինքն q-ն հավասար է phi q ալիքով, q կետով հավասար է դիֆերենցիալ գերարած q ալիքով կետովի վրա։ Ես կստանամ նոր ֆունկցիա, սա է։ Ընդհանրապես ասած, եթե չեմ ապացուցել, ոչ մի պատճառ չկա, որ այս նոր ստացված ֆունկցիան, որը կախված է սրանից եւ սրանից, համընկնի i ալիքով ֆունկցիայի հետ, որը L-ի այս նյոտերի ինվարիանտն է, հաշված L ալիքով ֆունկցիայի համար։ Լեմը ասում է, որ հենց այս էլ տեղի է ունենում։ Եկեք անենք այդ, ուրեմն ապացույց։ Եթե դեմ չեք, ես q ալիքով նշանակեմ x-ով, հա, ուղղակի ամեն անգամ q ալիքով գրելը մի քիչ դժվար է։ Ուրեմն x-ով նշանակեցինք այն ինչ որ առաջ q ալիքով էր։ Այսինքն մենք հիմա ունենք, որ q-ն ֆունկցիա է x-ից։ Դե եկեք հաշվենք, ուրեմն L ալիքովը, մի հատ էլ գրենք, ուրեմն L ալիքովը x կետով կետում, պետք է վերցնեմ հինը ու տեղադրեմ phi x դիֆերենցիալ կիրառած x կետովի վրա։ Հիմա հաշվենք այն ինչ որ գրված է սրա ձախ մասում։ Ուրեմն եթե ես հաշվում եմ in, պետք է վերցնեմ ուրեմն phi x կետում եւ դիֆերենցիալը կիրառած x կետովի վրա։ Ուրեմն հավասար է գումար j-ն հավասար է 1-ից n։ Մենք պետք է վերցնեմ dl-ի ածանցյալը ըստ qj կետովի, որ ես պետք է հաշվեմ phi x
d phi x x կետով կետում, ու ինչ պետք է անեմ, պետք է բազմապատկեմ վեկտորական դաշտով, պետք է բազմապատկեմ w-ի, որ ես պետք է հաշվեմ phi x կետում, այս ես հաշվեցի ձախ մասը, հիմա եկենք հաշվենք աջ մասը, այս գրեցինք սա, եկենք հաշվենք սա, ուրեմն i ալիքովը, որը կախված է x-ից և x կետովից, հավասար է գումար, j-ին հավասար է 1-ից n, պետք է վերցնեմ dl ալիքովը ածանցեմ ըստ x j կետովի, հաշված x x կետով կետում, ու վերցնեմ վեկտորական դաշտի կորդինատները, բայց արդեն x կորդինատներով գրված, հիմա կհաշվենք ինչ տեսք ունի w-ին, w-ին հաշված x կետով, ուրեմն երկու բան պետք է հաշվեմ, պետք է հաշվեմ նախ սա, հետո էլ պետք է հաշվեմ սա, ու տեսնեմ արդյոք կստանամ ես։ Ուրեմն սկսենք երջից w-ին, ուրեմն w-ին, ես պնդում եմ, որ w-ին, w-ի ալիքովը x կետում, մենք ինչ ենք արել, մենք արել ենք այս տեսակ կորդինատների փոփոխություն, այսինքն գրել ենք, որ q-ն հավասար է phi x-ի, այդ ինչ է նշանակում, որ եթե ես վերցնեմ w-ի վեկտորական դաշտը, w-ի ալիքով վեկտորական դաշտը, ու սրա վրա կիրառեմ phi-ն, ապա phi x կետում ես պետք է ստանամ իմ w-ի, վերջապես w ալիքով վեկտորական դաշտը, ես պետք է ստանամ w-ն phi x կետում։ Այս են էլ, որ մենք մի քիչ առաջ տեսանք, թե ինչ է տեղի ունենում վեկտորական դաշտերի հետ դիֆեոմորֆիզմի ժամանակ։ Ուրեմն այս կոորդինատների փոփոխությունը դիֆեոմորֆիզմ է, եթե ես նշանակում եմ w ալիքովը նշանակում եմ w-ին համապատասխանող վեկտորական դաշտը x կոորդինատներում, հիմա կամ պետք է վերցնեմ, ասեմ, որ x-ը հավասար է phi-1q ու արտահայտեմ այդ ձևով, կամ կարող եմ ասել սա, որ եթե ես w ալիքովի վրա կիրառում եմ phi-ն ու հաշվում եմ phi x կետում, պետք է ստացվի w phi x, կամ ուրիշ կերպ ասած, այս ինչ է ստեղ գրած է, որ d գումար j-ն հավասար է 1-ից n d phi i dxj հաշված x կետում, w-ի ալիքով հաշված x կետում, այս նույնն է, ինչ որ w-ն հաշված phi x կետում, w-ին ի երրորդ կոորդինատը, ին հավասար է 1-ից n, ուրեմն այս ինչ որ գրված է ստեղ, եթե մենք գրում ենք մանրամասն, պետք է վերցնենք phi դիֆերենցիալը կիրառենք w ալիքովի վրա, այդ սա է գրած, d phi dxj x կետում w-ի ալիքովի վրա, ինչ պետք է ստացվի, պետք է ստացվի w-ն phi x կետում։ Շատ լավ, այս հաշվեցինք բանի կապը, այս w-ի ալիքովի և w-ի կապը, հիմա հաշվենք այս մյուսը, ուրեմն d-ել ալիքով dxj կետովը, այս ինչ է, ուրեմն պետք է ածանցեմ ըստ xj կետովի հետևյալ արտահայտությունը, l ալիքով ուր էր մեր, l ալիքովը ստեղ էր, այս պետք է արտանցեմ ըստ xj կետովի, մեկ է գրենք l phi x d phi x կիրառած x կետովի վրա, ուրեմն x կետովը, xj կետովը այդտեղ է միայն ստեղ, բայց ինքը բոլոր կոորդինատներում կա, այսինքն ստացվի գումար, կան հավասար է 1-ից n, ես պետք է l-ը ածանցեմ ըստ x կա կետով, ըստ q կա կետովի, ստեղ որտև կա իրականում կա n կորդինատ, ճիշտ է, ստեղ այս են ինչ որ գրված է, s q1 qn է, որտեղ տեղադրված է
Q1 կետովն է։ Q1 կետով, Q1 կետովն է։ Այսինքն ես արտանցում եմ յուրաքանչյուր կոորդինատը, հետո K երրորդ կոորդինատը պետք է արտանցեմ ըստ XG։ Ուրեմն ստեղ ինչ էր գրած։ Մի հատ եկեք մանրամասն գրենք։ Ստեղ գրած էր գումար, ա, եթե K երրորդ կոորդինատն եմ վերցնում, լինում է D phi K DXL եւ կիրառած բազմապատկած XL կետովով L հավասար է 1-ից n։ Հիմա դե այս K երրորդը հացանցում եմ ըստ XG-ի կետովի, XG կետովի, բոլորը դառնում են 0, բացի այս n դեպքից, երբ այս L-ը հավասար է G-ի։ Այդ դեպքում գծային ֆունկցիա է, S անետանում է, մեզ մնում է ինչ։ Մեզ մնում է d phi k dxg։ Շատ լավ, հիմա այս ամեն ինչ տեղադրենք i ալիքովի մեջ։ Ուրեմն i ալիքովը x կետովը հավասար է գումար, g-ն հավասար է 1-ից n, dl dxg կետովը սա էր գումար, k-ն հավասար է 1-ից n, dl dqk կետով, որը ես հաշվել եմ, եկեք գրենք ինչ կետով եմ հաշվել, phi x d phi x կետով կետում եւ d phi k dxg, որը ես հաշվել եմ x կետով։ Այսինքն այս ամեն ինչը ես գրեցի սա, չէ, գրեցի սա, ու պետք է բազմացնեմ W-ի ալիքով, բազմապատկած W-ի ալիքով x։ Ուրեմն փոխենք տեղերը գումարների, կան հավասար է 1-ից n, S անդամը J-ից կախված չի, ես կարող եմ գրել դիմացը, DL DQK կետով, PX DFX x կետով։ Ինչ մնաց ստեղ, մնաց գումար ըստ J-ի, DFK x DXG բազմապատկած WG ալիքով x-ով։ Բայց W ալիքովի համար մենք ունեինք սա, որ եթե վերցնում ենք, ածանցում ենք ըստ G-ի i երրորդ կոորդինատը եւ բազմացնում ենք WG ալիքովով ու վերցնում ենք գումար, ապա ստանում ենք W-ին։ Այսինքն ստեղ կստացվի W-կան։ Ստեղ ստացվել է W-կան, որը ես վերցրել եմ phi x կետում։ Հիմա համեմատում ենք այս մյուս բանի հետ, տեսնում ենք, որ ստացվեց հենց նույն բանը։ Ուրեմն սա ինչ որ գրված է ստեղ, եւ սա նույն բանն է։ Դե էս էլ հենց պահանջում են ապացուցել, որ եթե ես i ֆունկցիայի մեջ փոփոխականները արտահայտում են նոր կոորդինատներով, x-երով, ապա ստացվում է նույնը, ինչ որ i ալիքովը, որը l ալիքովին համապատասխան Նյոտերի ինվարիանտն էր։ Այսինքն, ուրեմն եզրակացությունը որն է, որ այս i ֆունկցիան լավ որոշված է շոշափող շերտավորման վրա, չնայած մենք տվեցինք այդ ֆունկցիայի արտահայտությունը լոկալ կոորդինատներում, ինքը բոլոր լոկալ կոորդինատներում ունի այս տեսքը։ Այսինքն Նյոտերի թեորեմի գոնե ձևակերպման մակարդակով խնդիր չկա, ուրեմն ունենք L Լագրանժի ֆունկցիան, որը ինվարիանտ է JS դիֆեոմորֆիզմների խմբի նկատմամբ, ունենք i ֆունկցիան, որը լավ որոշված է շոշափող շերտավորման վրա, թեորեմը ասում է, որ այս ֆունկցիան ինվարիանտ է Լագրանժի հավասարումների համար, այսինքն ինտեգրալ է, Լագրանժի հավասարումների ինտեգրալն է, իր իմաստով, որ եթե Q-ի եւ Q կետովի փոխարեն տեղադրում ենք լուծումը, ապա ինքը մնում է հաստատուն։
Շատ լավ, եկեք ապացուցենք էս, ուրեմն թեորեմի ապացույցը։ Կան հարցեր մինչև այս պահը։ Թեորեմի ապացույցը։ Ուրեմն եկեք սկսենք մասնավոր դեպքից։ Ենթադրենք մեր այս դիֆեոմորֆիզմների խումբը մեր լոկալ կոորդինատներում ունի հետևյալ տեսքը. Q1 Qn-ի վրա գործում է ոնց որ մեր առաջի օրինակում Q1 գումարած S Q2 Qn։ Եկեք տեսնենք թե ինչ է նշանակում, որ Լագրանժի ֆունկցիան սրա համար ինվարիանտ է։ Ուրեմն Լագրանժի ֆունկցիան ինվարիանտ է նշանակում է հետևյալը, որ եթե ես վերցնեմ L-ը, կիրառեմ JSQ-ի վրա եւ ինչ պետք է վերցնեմ, պետք է վերցնեմ սրա դիֆերենցիալը Q կետում կիրառեմ Q կետովի վրա, այս պետք է ստացվի նույնը, ինչ որ L-ը Q եւ Q կետով։ Ուրեմն սա պետք է ճիշտ լինի ցանկացած Q եւ Q կետովի համար։ Բայց այս ձախ մասը իրան հեշտ է հաշվել։ Այս ստացվում է L-ը, ես պետք է վերցնեմ Q1 գումարած S Q2 Qn, իսկ սրա դիֆերենցիալը ինքը միավոր արտապատկերում է, այսինքն լոկալ կոորդինատներով գրված ինքը միավոր արտապատկերում է, Q կետողները չեն փոխվում։ Q1 կետով, Qn կետով։ Ուրեմն սա հավասար է սրան, որը էլի այդ տեսքով կարող եմ գրել կոորդինատներով L Q1 Qn Q1 կետով Qn կետով։ Այսինքն ես ենթադրեցի, որ Լագրանժի ֆունկցիան ունի այս տեսքը ցանկացած s-ի համար։ Իրականում քանի որ լոկալ կոորդինատների մասն է խոսքը, ցանկացած s-ի համար մի քիչ դժվար է գրել, քանի որ Q1 գումարած s-ը ինչ որ մի բաց տիրույթում է փոխվում, այսինքն իրականում ես բավարար է մեզ իմանալ բավականաչափ փոքր s-երի համար։ Ուրեմն ես ենթադրեցի, որ դիֆեոմորֆիզմների խումբը լոկալ կոորդինատներում փոքր s-երի համար տրվում է այս հավասարմամբ։ Այս հավասարումը, որ գրված է, տրվում է սրանով։ Հիմա գրում եմ n, որ Լագրանժի ֆունկցիան ինվարիանտ է դիֆեոմորֆիզմների խմբի համար, այդ նշանակում է, որ s հավասարությունը ճիշտ է գոնե փոքր s-երի համար։ Իսկ այդ նշանակում է, որ այս մեր տրված կետի, որտեղ կան գործում է մեր լոկալ կոորդինատները, այսինքն ընտրենք, թե լոկալ կոորդինատները գործում են այս ինչ որ մի, ասենք, A կետի շրջակայքում։ Այս A կետի շրջակայքում մեր Լագրանժի ֆունկցիան իրականում կախված չի առաջի կոորդինատից։ Այսինքն այս L-ը ինվարիանտ է QS-ի նկատմամբ, եթե L-ը ինվարիանտ է QS չէ, JS-ի նկատմամբ, այդ նույնն է, որ ասենք Q1-ը ցիկլիկ կոորդինատ է։ Այսինքն Լագրանժի ֆունկցիան կախված չի դրանից, կախված չի Q1-ից։ Բայց ցիկլիկ կոորդինատների համար մենք ունենք հետևյալ հավասարությունը, եթե վերցնում ենք DL DQ1 կետովը, ապա սրա ածանցյալը ժամանակի հավասար է 0։ Ես Լագրանժի համակարգի առաջին հավասարումն է Q1-ի համար, որը նշանակում է, որ այս մեծությունը DL DQ1 կետովը ինքը հաստատուն է։ Եկեք փորձենք հասկանալ, թե որն է սրա եւ Նյոտերի ինվարիանտի կապը։ Ուրեմն գրում ենք E Q կետով, S հավասար է գումար DL DQG կետով, Q կետով կետում եւ բազմապատկած
WG-ով։ G-ն հավասար է 1-ից n։ Բայց որը կլինի մեր վեկտորական դաշտը սրա համար, JS-ին համապատասխան վեկտորական դաշտը, ուրեմն WQ-ն, ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ ըստ S-ի ածանցեմ JSQ-ն և տեղադրեմ S-ը հավասար է 0-ի։ Այստեղ ածանցելու բան չկա, բոլորը ստացվում է 0, բացի առաջինից, որը ստացվում է 1։ Այսինքն S հավասար է 1, 0, 0։ Այսինքն մեր այս Նյոտերի ինվարիանտը, Նյոտերի ֆունկցիան, ստանում է հետևյալ տեսքը. DL DQ1 կետով, QQ կետով, բազմապատկած 1-ով։ Այսինքն ստացվում է n, ինչ որ մենք ունեինք։ Այսինքն, եզրակացությունը հետևյալն է, որ եթե մեր դիֆեոմորֆիզմների խումբը ընտրված կոորդինատներում ունի այս տեսքը, ապա Նյոտերի թեորեմը հետևանք է այն բանի, որ ըստ եթե Q1-ը, եթե ինչ որ կոորդինատներից մեկը ցիկլիկ է, ապա դրան համապատասխան մոմենտը DL DQ կետովը հաստատուն է։ Շատ լավ, հուսով եմ ստեղ ամեն ինչ պարզ է։ Նայենք ընդհանուր դեպքը։ Ես մտնում եմ, որ ընդհանուր դեպքը հետևանք է այն թեորեմից, որի մասին մենք խոսեցինք ամենասկզբում, որ ցանկացած կետի շրջակայքում ես կարող եմ ոչ զրոյական վեկտորական դաշտը բերել այս կանոնական տեսքի 1, 0, 0 տեսքի։ Բայց կոնկրետ մեր դեպքում այդ ավելի պարզ արդյունք է, քանի որ ես գիտեմ, որ ես ունեմ այս W-ի որ W-ն ծնված է դիֆեոմորֆիզմների խմբով։ Այսինքն իրականում այդ բոլորը նույն բանն է, եւ եկեք արագ վերհիշենք դրա ապացույցը։ Ուրեմն ես մտնում եմ հետեւյալը, որ եթե ես ցույց տամ, որ ես կարող եմ կոորդինատներ ընտրել այնպես, որ W-ն ունենա այս տեսքը, այսինքն կամ J-ն ունենա այս տեսքը լոկալ կոորդինատներում, ապա թեորեմը ապացուցված կլինի։ Քանի որ ես ցույց եմ տվել, որ այս Նյոտերի ինվարիանտը կախված չի կոորդինատների ընտրությունից, ինքը միշտ ունի նույն տեսքը։ Հիմա եթե ես ինչ որ մի կոորդինատներ եմ ցույց տամ, որ ինքը ինվարիանտ է, ապա ցանկացած ուրիշ կոորդինատում էլի կլինի ինքը ինվարիանտ, քանի որ ինքը այդ նույն ֆունկցիան է շոշափող շերտավորման վրա։ Այս է հիմնական դիտարկումը, որ Նյոտերի թեորեմը, չնայած ինքը ձևակերպվում է կոորդինատներով, ինքը իրականում կոորդինատներից կախված չի։ Ի ֆունկցիան որոշված է շոշափող շերտավորման վրա, ու այն որ ինքը հաստատուն է, այդ պարզապես այդ շոշափող շերտավորման վրա որոշված ֆունկցիայի հաստատուն լինելն է։ Ուրիշ հարց է, որ այդ ստուգելու համար ես ստիպված եմ ներմուծել լոկալ կոորդինատներ, որովհետեւ կարողանամ հաշվել։ Հիմա եթե ես գտնեմ լոկալ կոորդինատներ, որտեղ մեր դիֆեոմորֆիզմը ունի այս տեսքը 1, 0, 0 տեսքը, ապա հարցը լուծված կլինի։ Ես այդ կոորդինատներում արդեն իսկ ապահովել եմ թեորեմը, ցանկացած ուրիշում հետևանք է նրանից, որ ինվարիանտ է։ Այս է հիմնական մտահղացումը, արդյոք այս պարզ է թե ինչ եմ ասում։ Եթե հարցեր կան, կարող ենք ավելի մանրամասն քննարկել։ Շատ լավ, եթե հարց չկա, եկեք ուրեմն այդ լեմը ձևակերպեմ ու տեսնենք ոնց ենք ապահովում։ Իրականում հետևանք է ամբացայիտ ֆունկցիայի թեորեմի։ Լեմ, ուրեմն ենթադրենք ունենք դիֆեոմորֆիզմների խումբ, ապա ցանկացած կետի շրջակայքում, ցանկացած A կետի համար ես կարող եմ գտնել այնպիսի, ասենք, դելտա, որ եւ գոյություն են կոորդինատներ A կենտրոնով եւ դելտա շարավղով գնդի մեջ, այնպիսիք, որ սրան համապատասխանող վեկտորական դաշտը գոյություն ունեն, ասենք, Q կոորդինատներ, եկեք Q-ով նշանակենք միանգամից, գոյություն ունեն Q կոորդինատներ BA դելտայում,
Այնպեսիք, որ վեկտորական դաշտը ունենա այս տեսքը 1, 0, 0։ Ուրեմն եւս մի անգամ, այդքան որ կարևոր է ու այդքան էլ ակնհայտ չի, ուրեմն ես ունեմ ինչ-որ բազմաձևություն։ Բազմաձևությունը ինքը մեզ համար մակերևույթ է ինչ-որ R-ում, R մեծատառենում։ Այս բազմաձևության վրա գործում է դիֆեոմորֆիզմների խումբը, այսինքն ցանկացած կետ վերցնում ենք, ինքը սրա ազդեցության տակ շարժվում է։ Պնդում է հետևյալն է, որ ես կարող եմ կոորդինատները այդ չկան կանոնական կոորդինատներ m-ի համար։ Ես ոնց որ ինձ համար է կարող եմ այդ կոորդինատները ընտրեմ։ Թեորեմը ասում է հետևյալը, եթե մենք ֆիքսեցինք A կետ, մենք կարող ենք սրա շուրջ վերցնել գունդ, այսինքն ես գունդը վերցնում եմ R-ում, վերցնում եմ դրա հատումը բազմաձևության հետ, ստացվում է ինչ-որ մի տեսակ մի բան։ Կոորդինատները ես կարող եմ ընտրել նենց, որ այս վեկտորական դաշտը ունենա 1 0 0 տեսքը, այդ նշանակում է, որ այս կոորդինատներում ինքը պարզապես կլինի ուղիղ գիծ։ Մեր դիֆեոմորֆիզմը այս փոքր շրջակայքում կլինեն զուգահեռ գծեր, Q1 կոորդինատին զուգահեռ։ Ուրեմն էս է բովանդակությունը, հիմա տեսնենք ոնց ենք ապացուցում, ապացույց։ Ուրեմն վերցնենք ինչ որ ցանկացած կոորդինատներ, ասենք x1, xn, ուրեմն սրանք կոորդինատներ m-ի վրա։ Մի հատ նկարենք, ուրեմն ստեղ կա մեր վեկտորը W-ն, որը ես վերցրել եմ A կետում։ Վերցնենք այս WA-ին WA-ն չպարունակող ինչ-որ մակերևույթ։ Այսինքն կարող ենք վերցնենք կոորդինատներում նկարած, կարող ենք վերցնենք ինչ-որ հարթություն։ Այսինքն այս կլինի n-1 չափանի հարթություն։ Այսինքն իրականում այս ես կոորդինատներում եմ գրել մակերևույթի վրա, օրինակ եթե մակերևույթը լիներ երկչափ, մակերևույթի վրա տեղի ունենում հետևյալը։ Ես ունեմ A-ից դուրս եկող ինչ-որ մի վեկտոր եւ նայում եմ, այսինքն սրան համապատասխանում է ինչ-որ կոր, իրականում իրան համապատասխանում է հենց GS կորը, GS A կորը, երբ վերցնում եմ S հավասար 0-ի ստանում եմ հենց այս A կետը, երբ վերցնում եմ դրա ածանցյալը ստանում եմ WA վեկտորը։ Ես վերցնում եմ սրան ոչ չշոշափող ինչ-որ մակերևույթ։ Այսինքն, եթե ես կոորդինատներում վերցնեմ այս վեկտորին, կոորդինատներում գրված WA վեկտորին ոչ չշոշափող հարթություն, ստեղ պարտավոր չեմ հարթություն ստանալ, ստեղ ստանամ ինչ-որ մակերևույթ, որը ընկած է մեր բանի վրա, որը ընկած է մեր բազմաձևության վրա։ Կարևորն է, որ սրանք միմյանց չեն շոշափում։ Հիմա այս ներմուծում նոր կոորդինատներ, այսինքն մտածում հետևյալն է, որ մի կոորդինատը լինի հենց այս S-ը, մյուսը լինի այս մակերևույթի վրա կոորդինատներ։ Այսինքն ես x1, xn կոորդինատական համակարգում, ստեղ կար կոորդինատական համակարգ x1, xn-ը, x2 եւ այլն xn, ես ներմուծում նոր կոորդինատներ, որոնցից մեկը հենց այս WA-ն է, WA-ի ուղղությամբ եւ S արագությամբ գնացող կոորդինատն է, իսկ մյուսը ցանկացած կոորդինատներ են, ասենք նշանակենք y-ով, այս հարթության վրա։ Այսինքն ես
եկեք էս նշանակենք սիգմայով։ Ես սիգման ներկայացնում եմ ինչ որ y տեսքով, j-ն զբաղված է phi y տեսքով, որտեղ y փոխվի ինչ որ մի հատ փոքր բանի մեջ, գնդի մեջ, եւ ինչ եմ ասում, ասում եմ, որ որպեսզի ես եւ նայում եմ հետեւյալ արտապատկերումը։ Եվ նայում եմ հետեւյալ արտապատկերումը, որի անունը ես կդնեմ, ասենք h կախված s-ից, ինքը գործում է y եւ s, չէ, ինքը մի վարքյան, ես նոր կոորդինատներ եմ ուզում ներմուծել, ինքը s-ից կախված չի, ինքը h y s-ն է, ոնց է ինքը գործում, ես վերցնում եմ j-ն եւ կիրառում եմ phi y կետի վրա։ Ուրեմն phi-ն արտապատկերում էր u-ից m, այսինքն ես վերցրել էի ստեղ կոորդինատներ եւ այս սիգման ներկայացրել էի այս կոորդինատական համակարգով։ Ուրեմն ստանում եմ ինչ որ մակերևույթ, այս մակերևույթը եւ ասում եմ, որ նայում եմ այս արտապատկերումը, որը y-ին ինչ որ կետ է ստեղ, որը գալիս է ստեղ, phi ազդեցության տակ, վերցնում եմ, կիրառում եմ j-ը, այսինքն ստացել եմ այս ինչ որ կետ, կիրառում եմ j-ը, ստանում եմ h y-ը։ Ուրեմն ես պնդում եմ, որ h y-ը դիֆեոմորֆիզմ է այս փոքր s-երի եւ y-ը ինչ որ մի փոքր շրջակայքում։ Ուրեմն ինչ պետք է ես ապահովեմ։ Կարող եմ ես կիրառել հակադարձ ֆունկցիայի թեորեմը։ Ես պետք է ապահովեմ, որ h-ի դիֆերենցիալը 0 չի։ Այսինքն ես u0-ում վերցնում եմ ինչ որ մի կետ, ասենք i-ին համապատասխանող կետը, թող phi y0-ն հենց լինի a կետը, այսինքն phi այս y0-ն թող լինի այս կետը, ինքը գալիս է i-ի վրա, phi y0-ն հավասար է i-ի, եթե ես ցույց տամ, որ h-ի դիֆերենցիալը y0 0 կետում չվերասերվող է, ապա կարող եմ ասել, որ h-ը լոկալ դիֆեոմորֆիզմ է։ Այս հակադարձ ֆունկցիայի թեորեմն է։ Ուրեմն հակադարձ ֆունկցիայի թեորեմը, հակադարձ ֆունկցիայի թեորեմը։ Բայց որն է h-ի դիֆերենցիալը 0 կետում, ուրեմն dh-ը y0 կետում, ինքը հավասար է, եթե ես ասացում եմ ըստ y-ի, կարող եմ վերցնել s-ը 0, այսինքն ստացվում է df dy-ը y0 կետում, այս առաջի n-1 սյունյակներն էին, վերջինը, եթե ես ասացում եմ ըստ s-ի, ստացվում է հենց արագության վեկտորը, այսինքն ստացվում է w-ան։ Ուրեմն դիֆերենցիալը h-ի տրվում է այս մատրիցով։ Բայց ըստ պայմանի մեր այս հարթությունը չէր պարունակում w-ա վեկտորը։ Այս հարթությունը չէր պարունակում w-ա վեկտորը, հետեւաբար սրանք գծայնորեն անկախ են այս բոլորը։ Իրականում մենք ապացուցեցինք բանը, մենք ապացուցեցինք այս ուղղման մասին թեորեմ, որ ցանկացած վեկտորական դաշտի համար կարելի է ընտրել կոորդինատներ, որտեղ ինք ունենա 1 0 0 տեսքը։ Ընդհանուր դեպքում, որովհետև օգտագործել ենք մենակ այն, որ վեկտորը, այս արագության վեկտորը 0 չի դառնում։
Այսինքն դեռ չենք ապացուցել, մի հատ տեսնենք թե այս ժեն ինչ տեսք ունի այս նոր կոորդինատներում։ Ուրեմն JS-ը գործում էր x-ի վրա։ Հիմա x-ում ես ընտրեցի նոր կոորդինատներ։ Եկեք տեսնենք թե ինչ տեսք ունի JS-ը, այս իհարկե մի քիչ հաջող չէր ստեղ, լավ R գրենք, կամ JT գրենք։ Ոնց է գործում JT-ն նոր կոորդինատներում։ HYS։ Ուրեմն HYS-ը հավասար էր սրան, ստացվում է JT-ն կիրառած JS φy, JT-ն դիֆեոմորֆիզմների խումբ է, ստացվում է JT գումարած S φy, բայց ով էր JT գումարած S φy-ը, ստացվում է Y և T գումարած S, քանի որ մեր H-ը S-ով էր որոշված։ Եթե S-ի փոխարեն գրում եմ S գումարած T, ստացվում է, կամ T գումարած S, ստացվում է T գումարած S։ Այսինքն նոր կոորդինատներում ժեն գործում է հետևյալ ձևով, ինքը YS կետը տանում է Y T գումարած S կետին։ Իհարկե հերթականություն սխալ գրեցի, վերջի կոորդինատն է փոխվում միայն, հետևաբար այս նոր կոորդինատներում W ալիքով Y S-ը ունենա հետևյալ տեսքը 0, 0 և 1։ Դե սրանով Լեննի ապացույցը ավարտվում է ու ավարտվում է նաև թեորեմի ապացույցը, քանի որ բերեցինք այն մեր մասնավոր դեպքին։ Միգուցե այս ապացույցը այդքան, այսինքն այս պետք է սովոր լինել բանին, այդ կոորդինատների փոփոխությանը և իմանալ հակադարձ ֆունկցիայի թեորեմը ու հակադարձ ֆունկցիայի թեորեմը իրականում մենակ, որովհետեւ այս կոորդինատները ներմուծենք ու օգտագործենք այս առաջի կետում ստացված արդյունքը։ Հիմա Արնոլդի գրքում կա ուրիշ ապացույց, որը կարող է մի քիչ ավելի կարճ է, բայց էլի ինչ-որ ջանքեր է պահանջում հասկանալու համար։ Այսինքն եթե այս ապացույցը պարզ չէր, փորձեք կարդալ Արնոլդի գրքի ապացույցը, իրականում դրանք համարժեք են, նույն բանն է տեղի ունենում։ Այսինքն այս ճիշտ կոորդինատների ճիշտ ընտրության դեպքում Նյոտերի ինվարիանտը հենց ցիկլիկ կոորդինատի հետ կապված ինվարիանտն է։ Շատ լավ, ուրեմն սրանով թեորեմի ապացույցն ավարտվում է, եկեք ինչ-որ կիրառություններ նայենք։ Ընդհանրապես ոնց կարող ենք գտնել, ոնց ենք մենք սովորաբար կառուցում Լագրանժյան համակարգ։ Ուրեմն օրինակներ։ Մենք անում ենք հետևյալը, մենք նայում ենք ինչ-որ համակարգ Rn-ում, որտեղ n-ը հավասար էր, ասենք, 3 անգամ k, ազատության k աստիճանով համակարգ ենք նայում։ Դե սրան համապատասխանում է ինչ-որ Լագրանժի ֆունկցիա, որը կինետիկ և պոտենցիալ էներգիաների տարբերություններ, ուրեմն գումար in հավասար է 1-ից k, 1/2 m-ի x-ի կետով քառակուսի և հանած կինետիկ էներգիան x1, xk, ստեղ յուրաքանչյուր x-ին կետ է R3-ում, մեզ սովորական պոտենցիալ համակարգ է Rn-ում, հետո ասում ենք, որ մենք ընտրում ենք ինչ-որ սահմանափակումներ կամ կապեր, f1x-ը հավասար է 0-ի, f, ուրեմն եթե մենք ուզում ենք n փոքրին չափի համակարգ, պետք է մեծ n-ից 3k հանած n, 3k հանած n, x-ը հավասար է 0-ի, այսինքն վերցնում ենք ինչ-որ մակերբույթ, որը տրված է S բանաձևով, սրանք մեր հոլոնոմ կապերն էին, կամ հոլոնոմ սահմանափակումները, ու վերցնում ենք այս Լագրանժի ֆունկցիան, սահմանափակում էինք m-ին շոշափող շերտավորման վրա։ Ուրեմն եղանակներից մեկը ստանալ Լագրանժյան համակարգ էր, վերցնել
պոտենցիալ համակարգ Rn-ում, հետո ասել, որ այս մենք ունենք ինչ-որ մակերևույթ, m փոքր n չափանի, m-ներ, որի չափողականությունը հավասար է n-ի, տրանսվերսալ ուղղությամբ մենք ինչ-որ պոտենցիալ ենք ներմուծում, որ մեր համակարգին ստիպում էր մնալ m-ի մոտ, այսինքն մեր այս u պոտենցիալը փոխարինում էինք ինչ-որ u գումարած n անգամ ու ալիքով պոտենցիալ, որտեղ n-ը զբաղված է, ասենք լամդա անգամ ու ալիքով պոտենցիալ, որտեղ ու ալիքով պոտենցիալը հենց սա է անում, ինքը համակարգը սեղմում է դեպի m, այսինքն կարող եք վերցնել օրինակ հեռավորությունը ու ալիքովը, ասենք x կետում, կարող ենք վերցնել հեռավորությունը x-ի եւ m-ի մեջ։ Ու եթե սրա դիմաց դիմում ենք մեծ պարամետր, ապա երբ լամդան ձգտում է անսահմանության, մեր այս համակարգը դառնում էր m-ի վրա m-ին եւ այս Լագրանժյան ֆունկցիային համապատասխան Լագրանժյան համակարգ։ Այս էր մեր ստանալու Լագրանժյան համակարգ ստանալու եղանակներից մեկը։ Այսինքն իրականում այս մեկն ենք ուսումնասիրել, ուրիշ բան չենք ուսումնասիրել։ Հիմա հարցը հետևյալն է, թե ոնց ինչ որ դիֆեոմորֆիզմներ ստանանք m-ի վրա, որը կլինի, որի նկատմամբ այս ստացված Լագրանժյանը կլինի ինվարիանտ։ Ուրեմն դրա պատասխանը տալիս է հետևյալ թեորեմը։ Ուրեմն թեորեմ, ուրեմն դիցուք L-ը, որը այս բանին գործում է ամբողջ տարածության մեջ, ինվարիանտ է GS դիֆեոմորֆիզմների խմբի համար։ Դիֆեոմորֆիզմների խմբի նկատմամբ, իսկ այս մեր բազմաձևությունը m-ն այնպիսին է, որ եթե ես վերցնում եմ J-ի սահմանափակումը, JS-ի սահմանափակումը m-ի վրա, ապա ինքը էլի ստացվում է դիֆեոմորֆիզմների խումբ։ Դիֆեոմորֆիզմների խումբ է m-ի համար։ Այսինքն, եթե ես վերցնում եմ կետ m-ից, JS-ի ազդեցության տակ ինքը միշտ մնում է m-ի վրա։ Ու n ինչ որ ստացվում է, էլի դիֆեոմորֆիզմ է։ Իրականում այդ ինվարիանտությունը բավարար է, բայց վերջ է, կարող ենք եթել պահանջել, որպեսզի չմտածենք, թե ինչ է մեզ պետք։ Ուրեմն ունենք L Լագրանժի ֆունկցիա, որը ինվարիանտ է Rn-ում գործող դիֆեոմորֆիզմների խմբի նկատմամբ, ուրեմն այս գործում է Rn-ում, սա գործում է Rn-ում, իսկ M-ը, այս մեր հոլոնոմ սահմանափակումներով տրված բազմաձևությունը, այնպիսին է, որ եթե ես վերցնեմ այս դիֆեոմորֆիզմների խմբի սահմանափակում m-ի վրա, այսինքն նայեմ միայն m-ից կետերի համար, ապա կստացվի m-ի վրա դիֆեոմորֆիզմների խումբ։ Ուրեմն ապա երկու բան։ Եթե ես վերցնեմ L-ի սահմանափակումը շոշափող շերտավորման վրա, ապա սա կլինի ինվարիանտ է այս սրա նկատմամբ, GSM-ի նկատմամբ, իսկ համապատասխան Լագրանժի ֆունկցիան, քանի որ Լագրանժի ֆունկցիան չէ, Նյոտերի ֆունկցիան, քանի որ ես ունեմ L-ի համար GS-ի նկատմամբ ինվարիանտ եւ GSM-ի համար ունեմ ինվարիանտ, M-ի համար GSM-ի նկատմամբ ինվարիանտ, ես ունեմ երկու ֆունկցիա։ Մեկը համապատասխանում է սրան, մյուսը համապատասխանում է այս համակարգին։
Ուրեմն եթե ես վերցնեմ in, ուրեմն նկատմամբ եւ եթե ես վերցնեմ in, որը l-ին համապատասխան նյութերի ինվարիանտն է, եւ սահմանափակեմ շոշափող m-ին շոշափող շերտավորման վրա, ապա կստացվի i ալիքովը, որտեղ i ալիքովը l սահմանափակած tm-ի նյութերի ինվարիանտն է։ Նյութերի ինվարիանտն է։ Մի հատ նորից քննարկենք ձևակերպումը։ Ուրեմն մենք ունենք l-ը, որը կախված է x-ից, եկեք կոորդինատներով գրենք, l-ը, որը կախված է x-ից եւ x կետով։ Այս Լագրանժի ֆունկցիա է։ Սրան համապատասխանում է Լագրանժի համակարգը ամբողջ տարածության մեջ։ Ուրեմն եթե մենք ունենք ինվարիանտություն j-ի նկատմամբ, ապա սրա համար կա նյութերի ինվարիանտը x կետովը հավասար է, մի հատ էլ գրենք, dl dxj կետով եւ պետք է բազմապատկեմ վեկտորական դաշտի կոորդինատներով։ Վեժի x j-ն փոխվում է 1-ից 3-ն կամ 3k կամ նշանակային կելով։ Հիմա ես ունեմ նաեւ բանը l-ի սահմանափակումը շոշափող շերտավորման վրա։ Ուրեմն եթե այստեղ ես ներմուծել կոորդինատներ, այսինքն ես m-ը ներկայացրել եմ ինչ որ phi q տեսքով, այսինքն սրանք կոորդինատներ են m-ի վրա։ Ապա այս բանը ես կարող եմ գրել նենց ոնց որ առաջ էի գրում, բայց ես հիմա այստեղ պետք է բան անել, որ ես ուշադրություն դարձնել, որ այս phi-ն այլևս դիֆեոմորֆիզմ չի։ Ինքը պարզապես m բազմաձևության պարամետրական ներկայացումն է։ Այսինքն եստեղ m-ը իր չափողականությունը հավասար է փոքր n-ի, որը փոքր է մեծ n-ից, ես այստեղ կարող եմ գոնե լոկալ ներմուծել կոորդինատներ։ Այսինքն ես վերցնում ինչ որ մի հատ բաց բազմություն r փոքր n-ում ու տանում եմ սրա վրա։ Այս մեր phi արտապատկերումն է։ Phi-ն ողորկ է, իր ռանկը մաքսիմալ է, այսինքն եթե հացանցում ենք ստացված գծային արտապատկերումը արտապատկերման ռանկը հավասար է n-ի, ու ես մեր Լագրանժի ֆունկցիան ոնց ենք անում, պետք է ես մեր հին Լագրանժյանի մեջ տեղադրենք, այս l-ի մեջ պետք է տեղադրենք phi q եւ phi-ը ցենցալը q կետում անգամ q կետով։ Դա կիրառած q կետովի վրա։ Այսինքն ես ստացա նոր Լագրանժան, որը արդեն գործում է շոշափող, եկեք սրան դնենք l ալիքով q կետով։ Ուրեմն l ալիքով գործում է m-ի շոշափող շերտավորման վրա։ Հիմա թեորեմի առաջի մասը ասում է, որ եթե j-ը անփոփոխ է թողնում ես m-ը, այսինքն ինքը եթե սահմանափակում ենք m-ի վրա, ինքը ստանում ենք m-ի դիֆեոմորֆիզմների խումբ, ապա այս նոր Լագրանժյանը ինվարիանտ է j-ի նկատմամբ։ S թեորեմի առաջի մասն է։ Ինվարիանտ է j-ի նկատմամբ։ Երկրորդ մասը ասում է հետևյալը։ Ուրեմն ստեղ ունեի in, որը l-ին համապատասխան նյութերի ինվարիանտն էր, ստեղ ես կարող եմ կառուցել, քանի որ l ալիքովն էլ ունի դիֆեոմորֆիզմների խումբ, որի նկատմամբ ինվարիանտ է, ես այստեղ կարող եմ կառուցել i ալիքովը, որը կախված է q-ից եւ q կետովից։ Թեորեմի երկրորդ մասը ասում է, որ եթե ես վերցնեմ այս սա եւ սահմանափակեմ շոշափող շերտավորման վրա, ապա կստանամ հենց սա։
Ուրեմն թեորեմի երկրորդ մասը, որը հիմնական մասն է, ասում է, որ եթե ես վերցնեմ in, x-ի փոխարեն տեղադրեմ phi q, x կետովի փոխարեն տեղադրեմ phi դիֆերենցիալ q կետում կիրառած q կետովի վրա, ապա սա կստացվի նույնը, ինչ որ e ալիքով է q կետում։ Այս է թեորեմի բովանդակությունը, հուսով եմ գոնե ձևակերպման մակարդակով պարզ է։ Իրականում այս մենք արդեն իսկ արել ենք։ Ես ուզում եմ ճշտալ ժամանակի նկատառումներով այս թողնել որպես ինքնուրույն աշխատանք, բայց պետք է վերցնենք մեր այդ նախորդ ապացույցները, որոնք ցույց էին տալիս, որ այս i-ին վարիանտը, այս in իրականում կախված չի կոորդինատներից։ Հիմա այդ դեպքը չի, հիմա սրա ոչ թե կոորդինատների փոփոխություն, այլ սահմանափակում է, բայց հաշվարկները դեռ նույնն են։ Այսինքն վերցրեք մեր այդ նախորդ ապացույցը, որտեղ մենք ցույց տվեցինք, որ in բոլոր կոորդինատական համակարգերում ունի միշտ այս տեսքը։ Անում ենք այդ նույն բանը, ուշադրություն դարձնելով նրան, որ հանկարծ չօգտագործենք phi դիֆեոմորֆիզմ լինել նախորդ ապացույցում, բայց իրականում չի էլ օգտագործվում։ Այսինքն միակ բանը, որ օգտագործում է հետևյալն է, որ եթե մենք ունենք դիֆեոմորֆիզմ Rn-ում, ու վերցրել ենք J-ի սահմանափակում M-ի վրա, ու ենթադրում եմ, որ M-ը ինվարիանտ է, այսինքն SI է դիֆեոմորֆիզմ, M-ից M դիֆեոմորֆիզմ է, ապա երբ հաշվում եմ ես սրա դիֆերենցիալը, այսինքն J-ի սահմանափակման դիֆերենցիալը, ուրեմն ինքը ստացվում է սա արտապատկերում T M-ից T բայկի Q կետով գրեմ, որպեսզի երկիմաստություն չլինի, ես վերցնում եմ դիֆերենցիալը, հաշվում եմ ինչ-որ մի Q կետում, ապա այս ստացվում է արտապատկերում TQM-ից TGQM, ապա այս դիֆերենցիալը այդ նույնն է, հիմնական դիտարկումը այն է, որ այս դիֆերենցիալը DGM, այս GM-ը սա է, DGM-ը հաշված Q կետում, այդ նույնն է, որ ես հաշվեի DG-ն, այսինքն այն սկզբնական արտապատկերման դիֆերենցիալը phi Q կետում, այսինքն այն կետում, որին համապատասխանում է Q-ին, ու վերցնեի սրա սահմանափակումը TQM-ի վրա։ Իրականում, եթե գրեք, թե այս ինչ է նշանակում, ստեղ բան չի գրված, այս համարյա տավտոլոգիա է, նույն բանն է գրված, համա ձախ մասում, համա աջ մասում։ Այսինքն այս թեորեմը, եթե փորձում եք վերցանել, թե ինչ է գրված, իրականում համարյա ակնհայտ է, այն մասը, որ ակնհայտ չի, այսինքն այս մասը ակնհայտ չի, այս նույն հաշվարկն է, ինչ որ նախորդ անգամ, որտեղ ցույց տվեցինք, որ i-ի տեսքը կախված չի ընտրված կոորդինատներից։ Մի խոսքով, առաջարկում ես ինքնուրույն այս թեորեմի համոզվել այս թեորեմը ճիշտ է։ Այս թեորեմը հնարավորություն է մեզ տալիս գտնել որոշ ինվարիանտներ, որը ընդհանրապես ակնհայտ չի, որ դրա պետք է լինեին ինվարիանտ։ Ուրեմն օրինակներ։ Ուրեմն առաջի օրինակը վերցնենք նայենք հետևյալ համակարգը։ Ուրեմն մեր Լագրանժանը ունի այն տեսք ինչ որ գրված էր, եկեք մի անգամ էլ գրենք, ուրեմն գումար in հավասար է 1-ից k 1 երկրորդ m-ի x-ի կետով երկարության քառակուսի հանած ու x1 xk, բայց ենթադրում եմ, որ պոտենցիալը չի փոխվում, եթե պոտենցիալը կախված չի առաջի կոորդինատներից։ Այսինքն ու x1 գումարած s y1 xk գումարած s y1 s հավասար է ու x1 xk։ Այսինքն մենք R3 տարածության մեջ մենք ունենք k հատ կետ R3-ում, այսինքն մեր կոնֆիգուրացիոն տարածությունը կլինի R3-կան, այս R3-ում ունենք ընտրել ենք ինչ-որ մի բազիս, Y1,
2 3 ու ենթադրում ենք, որ այս փոխազդեցության պոտենցիալը չի փոխվում, երբ կետերը շարժվում են x1 y1 ուղղությամբ։ Այսինքն այս ուն կախված չի բոլոր կետերի առաջի կոորդինատներից։ Այսինքն, ուրիշ կերպ ասած, ես կարող եմ ներմուծել GS դիֆեոմորֆիզմների խումբը, որը գործում է Rn-ից Rn, ու ինչ է անում, անում է ինչ որ գրված է ստեղ։ Այս է անում։ x1 x-կա կետը տանում է x1 գումարած s1 x-կա գումարած s1։ Եկեք մի անգամից գտնենք որն է սրա արագության վեկտորական դաշտը, ուրեմն սրան համապատասխան դաշտը x1 x-կան ինչ կստացվի, այսինքն կոորդինատները բաժանված են k խմբի, որից յուրաքանչյուրը ունի 3 կոորդինատ, դե ամեն անգամ ստացվում է y1 y1 y1, սա է դրա վեկտորական դաշտը։ Հիմա քանի որ ես ենթադրել եմ, որ սա տեղի ունի, առաջարկում եմ ինքնուրույն ստուգել, իրական համարյա ստուգելու բան չկա, որ L-ը ինվարիանտ է GS-ի նկատմամբ։ Ինչ է սրանից հետևում, եթե ես կիրառեմ, եթե ես վերցնեմ ինչ-որ մի մակերևույթ, ցանկացած չափողականության, ու ենթադրեմ, որ ինքը այս սրա նկատմամբ ինվարիանտ է, այսինքն GSM-ը հավասար է M-ի, կամ գրենք սենց, որ GS-ը սահմանափակած M-ի վրա դիֆեոմորֆիզմների խումբ է M-ի համար, M-ի վրա։ Օրինակ սրա համար բավական կլներ, որ այս ֆունկցիաները, որոնք որոշում են մեր մակերևույթը, ինվարիանտ լինեին GS-ի նկատմամբ։ Այդ դեպքում, եթե x-ը պատկանում է, ապա GS-x-ն էլ է պատկանում։ Մի խոսքով, այդ պայմանը կարող եք ինքնուրույն համոզվել, որ դա բավարար է։ Մենք ենթադրում ենք, որ M-ը բազմաձևություն է, որը բավարարում է այս պայմանին, որ եթե վերցնեմ GS-ի սահմանափակում M-ի վրա, ապա կստանամ դիֆեոմորֆիզմների խումբ։ Հիմա բանը ասում է հետևյալը, որ այս մեր վերջի թեորեմը ասում է, որ եթե ես վերցնեմ Rn-ում համակարգի Նյութերի ինվարիանտը, սահմանափակեմ բանի վրա, M-ի վրա, M-ի շոշափող շերտավորման վրա, ապա կստանամ հոլոնոմ կապով համակարգի Նյութերի ինվարիանտը։ Հիմա մի հատ եկեք հաշվենք x կետով ինչի է հավասար։ Ուրեմն ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ գումար, in հավասար է 1-ից k, վեկտորական բաներ եմ օգտագործում dl dxi կետով և պետք է բազմապատկեմ վեկտորական դաշտի i-երորդ կոորդինատական խմբով։ Ուրեմն այս w1x wkx-ն է։ Այսինքն յուրաքանչյուր կոորդինատ իրականում 3 կոորդինատ է։ Հիմա ստեղ որ շարունակում ենք, dl dx-ին վեկտորական բան է, ստացվում է m-ի x-ի, ստացվում է գումար, in հավասար է 1-ից k, m-ի x-ի կետով, և պետք է բազմապատկեմ w-ով, որը հավասար է y1-ի։
Այսինքն ինչ ստացվեց։ Ստացվեց գումար m-ի x, եկեք ցենց գրենք x i-րդի առաջի կոորդինատը 9-1-ից կա։ Իսկ այս ինչ է։ S իներցիայի կենտրոնի արագության պրոյեկցիան է առաջին կոորդինատական առանցքի վրա։ Ուրեմն սա իներցիայի կենտրոնի արագության պրոյեկցիան է եմեկի վրա։ Այսինքն եզրակացությունը հետևյալն է։ Մենք ունենք ինչ-որ համակարգ, որը ուներ ինչ-որ սիմետրիա, այսինքն ինքը կախված չէր, պոտենցիալը կախված չէր առաջի կոորդինատներից։ Վերցրեցինք ցանկացած հոլոնոմ կապ, որը նույնպես ինվարիանտ է, եթե մենք միաժամանակ շարժում ենք բոլոր կետերը եմեկ ուղղությամբ, այսինքն առաջի կոորդինատը ենք միայն փոխում բոլոր կետերին միաժամանակ։ Ուրեմն m-ը պետք է բավարարի այդ պայմանին։ Այդ դեպքում այդ ստացված համակարգի իներցիայի կենտրոնը, այսինքն սա, մենք գիտենք, որ սրա սահմանափակումը m-ի շոշափող շերտավորման վրա հենց տալիս է մեր Նյութերի ինվարիանտը, բայց մենք կարիք չունենք այդ գրելու։ Մենք վերցնում ենք այս կետերը, նայում ենք որպես կետեր ամբողջ տարածության մեջ, գրում ենք այս արտահայտությունը, իներցիայի կենտրոնի արագության պրոյեկցիան ու բանը ասում է, որ ինքը հաստատուն է։ Ուրեմն սա պետք է լինի հաստատուն։ Ընդհանրապես ակնհայտ չի, որ եթե մենք վերցրեցինք, այսինքն մենք ինչ արեցինք, մենք վերցրեցինք մեր համակարգը, դրան ավելացրեցինք պոտենցիալ, որը ստիպեց մեր համակարգին մոտ մնալ այս m բազմաձևության վրա, անցանք սահմանից, ստացանք ինչ-որ մի հատ նոր համակարգ, բարձրացել այդ նոր համակարգը բավարարում է հենց այդ ունի նույն ինվարիանտը, ինչ որ մեր սկզբնական համակարգը։ Շատ լավ, այս առաջի օրինակը, եկեք մի օրինակի նայել ու դրանով կվերջացնենք։ Ուրեմն երկրորդ օրինակը ենթադրում ենք, որ ու պոտենցիալը ինվարիանտ է ինչ որ առանցներից մեկի նկատմամբ պտույտների նկատմամբ։ Այսինքն, եթե օրինակ J ալֆայով նշանակեմ թող լինի, ասենք x1-ի y1-ի շուրջ պտույտ y1-ի շուրջ ալֆա անկյունով։ Հիմա մեր JS-ը սահմանենք հետևյալ ձևով x1 xk ինքը պատտում է յուրաքանչյուր կոորդինատ JS x1 JS xk։ Ու ես ենթադրում եմ, որ ուն ինվարիանտ է սրա նկատմամբ, այսինքն ու JS x1 xk-ն հավասար է ու x1 xk-ի։ Այսինքն ես նայում եմ նույն համակարգը, այս նույն համակարգը, բայց այս պայմանի փոխարեն ասեմ, որ հիմա ուն ինվարիանտ է պտույտների նկատմամբ։ Արդեն այս նախորդ օրինակից գիտենք ինչ է պետք անել։ Պետք է պարզապես գրել սկզբնական համակարգի համար Նյութերի ինվարիանտը։ Այս Նյութերի ինվարիանտի սահմանափակումը m-ին շոշափող շերտավորման վրա կլինի Նյութերի ինվարիանտը հոլոնոմ կապող համակարգի համար ու այդ կլինի հաստատուն։ Եկեք գրենք ուրեմն in նախ հաշվենք բանը վեկտորական դաշտը։ Ուրեմն w-ն x1 xk, այս ինչ է, ես պետք է վերցնեմ ըստ s-ի ածանցեմ JS-ը x1 xk, բայց ես յուրաքանչյուր կոորդինատը պետք է հաշվեմ, քանի որ սրանք գործում են առանձին կոորդինատներով, այսինքն ես պետք է վերցնեմ d ds JS xi, վերցնեմ s հավասար է 0 ու վերցնեմ բոլոր կոմպոնենտները 1-ից k։ Այսինքն, եթե ես ունեմ ինչ-որ y1 առանցք, ես սրա շուրջը պտտում եմ s անկյունով ու ուզում եմ հաշվել, թե որն է արագության վեկտորը։ Առաջարկում եմ ինքնուրույն հաշվեք
որ կստանանք հետևյալը, ds-ը GS ցանկացած վեկտորի համար, երբ վերցնում ենք s հավասար է 0, պետք է վերցնենք y1-ի և x-ի վեկտորական արտադրյալը։ Պատտում եմ բնականաբար ժամանակցի սլակին հակառակ ուղղությամբ, այսինքն եթե ես նստած եմ ստեղ, նայում եմ, պետք է պատտվի ժամանակցի սլակին հակառակ ուղղությամբ, այդ համապատասխանում է հենց այս վեկտորական արտադրյալին։ Շատ լավ, ես ուրեմն գրեցինք վեկտորական դաշտը, ուրեմն վեկտորական դաշտը կլինի հետևյալը, ստեղ շարունակենք, ստացվում է y1, մի վերքան կարող է x անգամ y1 էր, մի վերքան եթե սա պատտում ենք հակառակ, y1 անգամ x, վեկտորը ստացվում է, եթե սա է, վեկտորը ստացվում է հարթության մեջ սա, ճիշտ է, չէ, y1 անգամ x, եթե սրա գլխից ենք նայում, եթե մենք ստեղ նստած ենք նայում ես մեր վեկտորներին, y1-ից x ենք գնում ժամանակի սլակին, չէ, նորմալ է, y1 անգամ x1, y1 x կա։ Սա մեր վեկտորական դաշտն է, հիմա գրենք նյոտերի ինվարիանտը, i x կետով, այս x-ը բնականաբար բոլոր վեկտորներն են, ի տարբերություն այս x-ի, ստեղ մի վեկտոր էր, ստեղ x1 x կանե, ուրեմն գումար in հավասար է 1-ից կա, մի անգամ արդեն ածանցել ենք առաջի կորդինատը, ըստ x-ի կետովի ստացել ենք mi x-ի կետով, ու պետք է վերցնենք սկալար արտադրյալ, i երորդ կորդինատի հետ ստացվում է y1 x-ի։ Հիմա օգտագործենք այն, որ եթե վերցնում ենք վեկտորական արտադրյալ ու սկալար արտադրյալ, կարող ենք ոնց են ասում ես, մի խոսքով ցիկլիկ տեղափոխություն անել, գումար in հավասար է 1-ից կա, այս x-ին բերում եմ ստեղ, y1-ը գնում են դեղ ու վեկտորական արտադրյալը լինում է ստեղ։ Այսինքն ստացվում է x-ի վեկտորական m-ի x-ի կետով և սկալար y1-ի հետ։ Եթե ծանոթ չեք այս բանաձևին, չնայած ինձ թվում է մի անգամ օգտագործել ենք արդեն, դժվար չի ապացույցը, բավական է ապացուցել, քանի որ ամեն ինչ գծային է բազիսային վեկտորների համար, իսկ բազիսային վեկտորների համար այս համարյա ակնհայտ է։ Ուրեմն ինչ ստացանք, գումարը կարող է մտցնել վեկտորական արտադրյալ տակ, ուրեմն ստացվում է սկալար արտադրյալ տակ, գումար in հավասար է 1-ից կա, x-ի m-ի x-ի կետով և սկալար արտադրյալ y1-ի հետ։ Այսինքն ստացանք, ես ինչ էր, սա կինետիկ մոմենտն էր, չէ, վերցրել եմ m-ի անգամ արագություն ու վեկտորական բազմապատկել եմ x-ի կիրառման կետի հետ։ Այսինքն սա կինետիկ մոմենտն է, Երբ վերցնում եմ սկալար արտադրյալ y1-ի հետ, ստանում եմ կինետիկ մոմենտը y1 առանցքի նկատմամբ։ Այսինքն հետևությունը այն է, որ կինետիկ մոմենտը y1 առանցքի նկատմամբ պահպանվում է։ Y1-ի նկատմամբ պահպանվում է։ Ինձ թվում է սրանով այսօր սահմանափակվենք։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ, դե եթե հարցեր չկան, այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ անգամ։ Ստեսություն բոլորին։